ծանր մարմնական վնասվածքներ, ինչը իմ գնահատմամբ տեսանելի է ամբողջությամբ։ Ոմակի հարվածներից հետո տեսնում ենք այդ վնասվածքները։ Համաձայն եք, որ պարոն Չախոյանը նաև սադրել է, թեև սադրանքը ամենայն դեպս չպիտի արժանացեցի, սադրանքը կարող է սուր մտքերով արձագանք ստանալ։ Տեսեք, այս ամբողջ սադրանքը, այս ամբողջ process-ը իրենք փորձում են ուղղությունը շեղել, իրական պատճառը դա երբ որ թալան ու կոռուպցիան բացահայտում ես, երբ որ բացահայտում ես process-ը որտեղից է սկսել, ես կուզենամ, որ բոլորը տեղյակ լինեն, մանկապարտեզից չի սկսվել process-ը սկսվել է շատ ավելի շուտ, երբ որ բերեցին ավականու հերթական նիստի ժամանակ Լիլիան Արմ ընկերություն կա, որի սեփականատերը ԿՊ-ական ցուցակում ավականու համահասկական ցուցակի անդամ է եղել, այսինքն աֆիլիացված ԿՊ-ի հետ, ԿՊ-ի հետ ուղիղ կապ ունեն Լիլիան Արմ ընկերությունը։ Լիլիան մի ազգանունը չեմ հիշում, իրանք էլ են, իրանք ցուցակում էր։ Այդ նույն ընկերությունը հենց այստեղ կից, հենց այստեղ Նանսենի այգին կարող եք տեսնել ինչ խայտառակ վիճակում է բակերը վերանորոգել, որոնք որ էսի ցույց եմ դրել, ես ի ցույց եմ դրել նաև գայի տոմետները, ի ցույց եմ դրել Երևանյան լիճը եւ դրանից հետո արդեն 105 մանկապարտեզ։ Այս ընկերությանը բերել էին, որ նորից 2.5 միլիոն դոլար տային։ Տեսեք ինչն է խնդիրը, 2.5 միլիոն դոլարն ուզում էին տային մի ընկերության, որը որ պետք էր էլեկտրատրանսպորտի այդ կայանատեղին կառուցել։ Ես անձամբ կողմ եմ, որպեսզի այդ կայանատեղին կառուցվեր եւ ասել եմ, որ պիտի կառուցվի Երևանի համար պետք էր։ Բայց այդ ընկերության հետ կապված բյուջեով չէին պլանավորել, հրատապ բերել են, չզեկուցող հարցերի տակ անցկացնում են։ Երբ որ ես եկել իրենց ասել եմ, գիտեք ինչ կա, ժողովուրդ, էսի անթույլատրել է, ես կանդրադառնամ նաև մանկապարտեզին, մանկապարտեզը եկել եմ ըստ ամեն ինչը որ ներկայացրել եմ, պայմանագրի պիտի արդեն ավարտված լիներ։ Իրենց հարց եմ տալիս, եթե մի ընկերություն այս 4 թվարկած այս խայտառակ վիճակումը, դուք 5-րդը ո՞նց եք տալիս, այսինքն կոռուպցիոն առևտուր է գնում իրենք։ Եվ այս պարագային, որպեսզի իմ գնահատմամբ շեղվեին իրենք, ամբողջությամբ դաշտը գցեցին Հանրապետություն կուսակցության դաշտ։ Եվ այս թաղապետը, որ իրավունք չուներ աշխատելու վարչական շրջանի ղեկավարը, հետագա ընթացքը գնաց։ Գնաց խնդիրը ինչ է, նորից եւս տեսեք, հիմի ասեմ, նորից եմ կրկնում, ամենայն պատասխանատվություն։ Այն մարդիկ, ովքեր տեսնում են, որ մանկապարտեզը այդքան գումար է ծախսվում, ծախսված գումարը ասֆալտի մեջից ծառերն աճում են, ասֆալտի մեջից ծառերն ու թփերն աճում են, այդ վիճակի է, այդ մարդիկ բարոյականության խնդիր ունեն։ Բարոյականությունը չի նշանակում նրանց ոտերի տակը կամ իրանց հետևը, բարոյականությունը գլխի հետ է կապված։ Քրես մարդիկ, քանի որ ուրիշ արժե համակարգ չունեն, մտածում են, որ ասում ես բարոյականության խնդիր ունեք, իրանց հետևի հետ կապ ունի, չէ, իրանց երևի հասկացել, ասում են ընտանիք եք մտել, տուն եք մտել։ Դե սուտ են խոսում, տեսեք, սուտ են խոսում, այսինքն տուն մտնել, եթե ասում են հերթական սուտն ու կեղծիքն է, մի անգամ էլ եմ ուզում ասեմ, տեսեք ինչա տեղի ունենում։ Եթե թաղապետը մեկ օրվա մեջ ինքը չհրապարակի, որ ես ասել եմ, որ այդտեղ երեխաներ կան այդ մանկապարտեզում, առնվազն ինքը անբարոյական է, առնվազն ինքը երեք հարցազրույց է տվել, ինչն է հետաքրքիր, առավոտ չգիտեն ինչ խոսան, երեկոյան արդեն ԿՊ-ի գրասենյակի լրատվական, տեսեք, նյուզի ժամանակ ձեն չի անում, երեկոյան արդեն երեկոն հենց գալիս է, այս պարագայում սկսում է իրանց սիվիկա, ԿՊ-ի հետ աֆիլիացվող լրատվականը գալիս է իրանից հարցազրույցը վերցնում, լկտի բառապաշարով կրկին անգամ փոխանակ իրենք մի բան էլ դատապարտեն, ասում է հայոյել եմ, լավ եմ արել, շարունակում է իր լկտի պահվածքը, իրանք ասում են, որ մարդ են ծեծում, բռնում են Արտուրին Շախոյանը ծեծում են, մի սադրանք եմ ուզում հասկանամ, սադրում են իրենք, թե հակառակ կողմն է սադրում։ Հաջորդը նույն այդ վարչական շրջանի չղեկավարին։ Չեք մարսել Բուչա գնալը, ասում է չեք մարսել նրանց Բուչա գնալը եւ դրանից է սկսվել այս ամբողջը։ Կարծում եմ այդ մարդիկ մտավորի հետ կապված խնդիր ունեն։ Եթե մանկապարտեզ նորից եմ ասում, իրենք կոռուպցիան թալանը փորձում են շեղել։ Իրանց պաշկով, իրանց խմբակով ուզում են թալանեն այդ մանկապարտեզներից մի հատ չեն, մի քանի հատ կան։ 1, 2, 3 շուտով բոլոր մենակ նոր-նորքում չէ։ Օրինակ Մալաթիա Սեբաստիայում ասում են կառուցված չէր դեռ, դրա համար են ասում են ոնց որ ճիշտ չէր, ավարտական ակտ չկա։ Ուրեմն ներողություն, եթե պայմանագիր կա, պայմանագրով արդեն պիտի գործեր։ Ու այդ մանկապարտեզը այդ լքված վիճակում է, օրից մի օր մի գործակարգավարական նիստի ժամանակ չեն փորձվում դրանից խոսալ, ուրեմն չափները ճանաչեն, լեզուները կտրեն ու համապատասխան տեղը մտցնեն այս լեզուները։ Կներեք, էլի մի հարց եմ ուզում տալ, մենք լսեցինք ձայնագրությունը թաղապետի, որում հայհոյանքներ են նվված Արթուր Չախյանին։ Արթուր Չախյանին չէ, նաև ինձ։ Շատ ուղիղ ասեք։ Ձեր երեկվա ակցիան, ձեր ակցիան դուք հայհոյանք նույնպես գնահատում եք թե ոչ։ Տեսեք, իմ ակցիան եղել է քաղաքական ակցիա, որը որ ես հայտարարել եմ։ Ես թաղապետին տվել եմ 1 օր ժամանակ, որպեսզի ներողություն ինքը խնդրի իր արածի համար։
իրենց կուսակիցների եկել են, ինձ տեսել են, ես իրենց ասել եմ գնացեք ասեք, թող ներողություն խնդրի։ Այսինքն հանրային դեմքը իրավունք չունի հայելու, մեկ օրվա ժամկետը, երբ որ անցել էր Արտուրը Չախոյանը այդտեղ հայտարարել էր, ինքը եթե խոսում է այդ լեքսիկոնով, իմ արածը, եթե յոգուրտը թափում ես նկարի գլխին իրա, դա քաղաքական ակցիա է։ Իմ կողմից ես կոնկրետ պատասխանեցի, ես քաղաքական ակցիա եմ կատարել ու այդ անելու ժամանակ էլ ասել եմ, ես կատարում եմ քաղաքական ակցիա, ակցիա արել եմ ուղիղ թաղապետի լեքսիկոնին համարժեք։ Ասում կռիվ էին տալիս իմ նկարի հետ, կարծեմ ասած նաև որ գիտեք որ այնտեղ չի լինելու, բայց գնացել ինչ-որ ինչ ասած կապիկություն է Ուրեմն ներողություն, ստում է ինքը ինչի համար, որովհետև այդ հայտարարությունը առավոտնից տեղադրված էր։ Մի րոպե, ես մի շարունակեմ։ Առավոտ շուտ արդեն հրապարակվել էր մեր կողմից, մեր կողմից Արտուրի Չախոյան կողմից հրապարակվել էր որ ժամը 3-ին գալիս ենք, եւ եթե ինքը այդքան անկեղծ էր, կարող էր մտնել հրապարակային օրեն, ասել ժամը 3-ին չէ, ժամը 5-ին եկեք, ես ստեղ կլինեմ։ Այսինքն մինչև ցերեկ, երբ որ լրագրողն իրաց մոտիկ անում է, ինքը չգիտի ինչ խոսա։ Իրան դեռ հանձնարարություն իր պապաները չէին տվել։ Պապաներն ովքեր են։ ԿՊ-ն Շատ ուղիղ եմ ասում, ստե ես եկել կպել եմ, ես նորից եմ կրկնում, տրորել եմ կոռուպցիան, կոռուպցիայի պոչը տրորել եմ ու ես ամբողջը եղել է։ Այսինքն իրանք էլ, այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստոցում են ոչ թե վնգստացող բերաններ, այլ իրենց քաղաքական պապաները։ Պարոն Մանուկյան, վերադառնանք կոռուպցիայից տեղյակ էր եւ լուրեր, որովհետեւ հարմար էր այսպես Պարտեզի հաշվին այսպես գումարներ, հա, Փոշիասնային։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ ամեն օր կոռուպցիայի մասին, երբ որ ես առարկայական ցույց եմ դնում մանկապարտեզների խնդիրները, նույն վարչական շրջանի ղեկավարը, երբ որ խոսում է մանկապարտեզից, իր թաղապետանի լուսամուտի ուղի ներքևը 101-րդ մանկապարտեզը որ կա,